Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, իրադարձությունները շարունակում են զարգանալ եւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, ընդհանրապես մեր տարածաշրջանում, մենք շարունակում ենք հետևել այդ իրադարձություններին եւ փորձել վերլուծել, մեկնաբանել, ստանալ ինչ-որ պատասխաններ, որոնք այլ տեղերում կարծես թե չեն հնչում։ Ես հուսով եմ, որ այս առումով մեզ այսօր կօգնի մեր հյուրը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան։ Ազոր բարի։ Պարոն Հայրապետյան, ես պետք է ընթերցեմ վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, երևի թե գրեթե ամբողջությամբ, եւ խնդրեմ ձեզ այդ հայտարարությունը մեկնաբանեք, որովհետեւ ես անձամբ որոշակի հարցեր ունեմ այստեղ։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը այն շրջադարձային կետն էր, երբ ինքը ֆորպոստի վարչապետի կարգավիճակից հստակ անցում է կատարել ՀՀ լիարժեք վարչապետի պաշտոնին։ Նա այսօր դա ԱԺ-ում է հայտարարել։ Ես դարձա առաջին ղեկավարը, որը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Մինչդեռ ընդդիմությունը սա մեկնաբանում է, որ ես առաջինն եմ, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, հայտարարել է վարչապետը։ Նրա խոսքով մենք որպես պետություն այդ օրվանից ավելի անկախ ենք, ինքնիշխան ենք, քան երբևէ։ Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, ես այդ հարցի մասին շատ երկար մտածել եմ։ Այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է։ Մենք ոչ թե կորցրել ենք ԼՂ-ն, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը։ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոք, որպեսզի ՀՀ-ն չգտնվի։ Սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, կարծում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչի մասին է իրականում այս պատմությունը, ինչ է ուզում ասել մեր վարչապետը եւ ինչ է կատարվել իրականում։ Գիտեք, 80-ականներին երբ ես ուսանող էի, արգելված էր սովետական միությունում Երևան Դոտյանի ընկեր Փանջունի գործը, մի ընկեր ունեի, որ ուներ իրանահայ հայրենադարձ, այսպես մի քանի տակ փաթաթած, փորի մեջ դրած, որ ոչ ոք չտեսնի, գնացինք բանասիրականի զուգարանում, մի կերպ հանդես տվեց, ասեց մեկ օրով եմ տալիս։ Գիտեք, այդ ուզում եմ ասել այսօրվա խնդիր չէ, ընկեր Փանջունը Սամիզդատ էր։ Չէ, ալիքում տպված, դրսում բազում հրատարակություններ է ունեցել։ Հիմա մեզանում էլ է տպված արդեն Գորբաչովյան բացախոսության ընթացքում սկսեց տպագրվել Հայաստանում։ Գլուխգործոցն է երևի Երևան Դոտյանի։ Այնտեղ այսպիսի բան կա, հեղափոխականը նամակներ է գրում իրենց կենտրոնին, ասում է փող ուղարկեք, ամեն նամակ այդպես է, ամեն հեռագիր այդպես է ավարտվում։ Վերջում մի խոսքով հասցնում են այն վիճակին, որ քրդերը գալիս ավերում են գյուղը, բոլորը մեռնում են եւ վերջին հեռագիրն է տալիս, ասում է կործանվեցավ ծապլվար, բայց հաղթեց գաղափարը։ Այսինքն միշտ հաղթանակ կարելի է այդպես մանիպուլացնել։ Ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը լրիվ իրավունքն ունի նույն գծով գնալու, թեև մենք նրանից այլ բան էինք ակնկալում։ Դաշնակցականները Ալեքսանդրապոլի պայմանագիրը հերոսություն էին ներկայացնում։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Միասնիկյանի կառավարության խայտարակ տնքած պայմանագիրը Կարսի պայմանագիրն էին հերոսություն ներկայացնում, որպես հայ ժողովրդին արված մեծագույն, այսինքն քաղաքական ընթացքում, որ մտածողության մեջ որևէ բան չի փոխվել։ Բնականաբար մեր այս խայտարակ մեջքը ջարդող, ողնաշարը ջարդող պարտությունն էլ, եթե պարոն Փաշինյանը չի տարբերվում 1920-ական թվականների դաշնակցականներից եւ 1920-ից մինչև 90-ական թվականների կոմունիստներից ինքն էլ լրիվ իրավունքն ունի մեր այս խայտարակ պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու։ Այստեղ խնդիրը պարոն Փաշինյանի ասածը մեկնաբանել չմեկնաբանելու մեջ չէ, այստեղ խորքը տեսնելն է, որ 30 տարի անընդմեջ անկախություն ունենալով մեր աշխարհզգացողությունը, աշխարհմոտեցումը, աշխարհընկալումը չփոխվեց։ Սա է ցավալի։ Կործանվեց Արցախը, բայց հաղթեց գաղափարը, հա։ Մոտավորապես նույնն է ասում։ Իսկ ընկեր Փանջունի, կարծում եմ ձեր ռուսադիտողները պարտավոր չեն իմանալ դա ինչ է նշանակում, բան չունի, այսինքն ոչինչ չունի, դատարկ է, ընկեր Փանջունի, արևմտահայերեն այդպես։
Իսկ թոկի մասով, որ Հայաստանը կապવા Արցախը թոկ էր, թոկից էր կախված, իսկ հիմա այդ թոկը չկա։ Ինչ կասեք։ Այդ խայտառակ մոտեցումը, եթե մի փոքր չալարենք եւ թերթենք 1990-ականների մամուլը, կտեսնենք, որ մշտապես եղել է դաշնակցական մամուլը մինչև փակվել է, հա, ՀՇ իշխանության օրոք, դա էր գրում, որ այդ տեսեք ՀՇ-ն համարում է, որ Արցախը պարան է իր վզից կախված եւ պետք է այդ պարանից ձերբազատվել, դրա համար ուզում են ծախել Արցախը։ Էլի մենք մտայնության հետ գործ ունենք, թե չէ անձինք էական չեն։ Ասենք լավ Նիկոլը գնաց եկավ, Նիկոլ երկրորդը կամ Նիկոլ երրորդն եկավ, ոչինչ չի փոխվելու։ Միասնիկյան 4-րդն եկավ կամ, չգիտեմ, Խապիսյան 6-րդն եկավ, ոչինչ չի փոխվելու։ Մենք մտածողության Պարոն Հայրապետյան, կարևոր հարց ունեմ ես, կարող է ձեզ զարմանալի թվա, միգուցե 94 թվականից մինչև 2020-ը Արցախը մերն է եղել։ Նայած որ հարթությամբ եք նայում, տեսեք, պարոն Փաշինյանն էլ չէ, ուզում է ասում է բաժակին տարբեր կողմերից նայենք, մի կողմից նայում եք պարտությունը, մյուս կողմից հաղթանակ։ Մենք էինք որոշում Արցախը մերն է թե ոչ։ Եկեք շերտերը նայենք, հանրային գիտակցության մեջ, այո, մենք էինք որոշում եւ հայ ժողովուրդն իրեն զգում էր, ոչ միայն Հայաստանի քաղաքացին, այլ ընդհանրապես հայերն իրեն զգում էին որպես հաղթանակած եւ իրենք ճիշտ էին։ Մյուս կողմից երբ նայում եք, այո, մենք չէինք որոշում եւ դա ամենևին էլ հաղթանակ չէր, այլ հին աշխարհից հայտնի Պիրոսյան հաղթանակ էր դա մեզ համար։ Չեմ ասում թե որևէ ճշմարտություն չկա պարոն Փաշինյանի ասածի մեջ։ Այո, կա որոշակի ճշմարտություն։ Ոչ միայն մեզ համար էր Արցախը ինչ որ առումով դարձել զարգացման խոչընդոտ, հա, որովհետև մենք չէինք կարող ավելի լավ ճանապարհներ ընտրել երկրի տնտեսություն զարգացնելու համար, բայց նաև մյուս կողմից էլ Թուրքիայի համար էր դա խոչընդոտ։ Երբ որ ինքը մեր քարվաճառը վերցնելուց հետո փակեց սահմանն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ, ինքն իրեն կախման մեջ դնելով, թոկից կախված լինելով ադրբեջանական այդ հարցի հետ, այսինքն սա տարածաշրջանային թոկ է, պարան է։ Արցախը։ Չէ, այս Արցախյան խնդիրը կարող է դա Արցախը չլինել, այլ չգիտեմ, Արցախյան խնդիրը։ Այո, Արցախյան խնդիրը, ազգամիջյան բախումը։ Ազգամիջյան բախումը, իսկ սովետական միությունն այնքան խելացի էր, ոչ միայն սովետական միություն, դեռ սովետական միություն էլ չկար, սովետական Ռուսաստանը, որ բոլոր հանրապետությունների տակ այդպես դանդաղ գործող ռումբեր դրեց։ Այդ ականների վրա շատերը պայթեցին։ Կներեք, Ռուսաստանի ձեռքում էր թոկը։ Այո, իհարկե Ռուսաստանի ձեռքում էր, չէ՞ որ ինքն էր դրել ականը։ Այդ ականի վրա հասցրեցին չպայթել միայն մեզանից քաղաքակրթորեն ավելի քաղաքականորեն գուցե ավելի հասուն երեք ժողովուրդ, մեր զբաղյան ժողովուրդները, եւ նրանք չպայթեցին, նույն բանն այնտեղ էին արել։ Այստեղ եւ մենք կուտը կերանք, եւ ադրբեջանցիք, եւ վրացիները, եւ աբխազները, եւ օսեթները, եւ թալիշները, պարզապես քանի որ մենք էինք եւ Ադրբեջանն էր ճանաչված երկիր, մերը շատ ավելի ցցում երևաց դա։ Եվս մեկ հայտարարություն, պարոն, ընդհանրապես շատ հայտարարություն արել է, ես երկուսն եմ, առարկայականներն եմ փորձել անել, որտեվ ոչ առարկայականները ցավոք շատ են մեր ազգային ժողովում, հնչում բոլորի կողմից, իդեպ, նույնիսկ չեմ ուզում անդրադառնամ։ Ուրեմն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադրություններին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։ Դրա ամենակարևոր արտահայտումը այն արտաքին բալանսավորված հարաբերություններն են, որոնք մենք ունենք։ Այո, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը եւ այո, Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունն է։ Այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների ու վիճակի կարգավորումն է մեր միջազգային հեղինակության աներկբա եւ աննախադեպ բարձրացումը։ Վստահեցնում եմ Նիկոլ Փաշինյանը։ Համաձայն եք։ Լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց Իսահակյանը ոնց է ասում, խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, կամ թե հավատա կնոջ խոստումին, հա, այս նույն ձևով պարոն Փաշինյանն եթե բազմիցս ասած չլիներ բաներ, որոնց ուղիղ հակառակն արվեց, մենք տեսանք ուղիղ հակառակը, իհարկե դա ողջունելի կլիներ, որպես խոսք կտրված ընդհանրապես մեր իրականությունից հոյակապ խոսքի հարց չկա, բայց իրականությանը թե որքան է համապատասխանում, չգիտեմ, տառապանքս փորձ ունի, հա, կարող է ասել հայ ժողովուրդն այսօր։
Նաև այսպիսի կարծիք էլ կա կապված Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարության հետ, որը կապված է թոքի եւ ընդհանրապես այն, որ 22-ից սկսած նա դարձել է Հայաստանի, արդեն ինքնիշխան Հայաստանի վարչապետ, կա կարծիք, որ իրականում Նիկոլ Փաշինյանը փորձում էր սկզբից Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը կապել եւ անվտանգությունը արցախցիների կապել Ռուսաստանի հետ եւ կարծում էր, որ Ռուսաստանը այնինչ կարծում էր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց հետագայում նա փոխեց իր դիրքորոշումը եւ սկսեց ապավինել արդեն Եվրոպական միությանը, Պրահան այդ մասին էր եւ հետո տեսնելով, որ նորից չի ստացվում, հա, նորից արդեն վերադարձավ բալանսավորված քաղաքականությամբ եւ սա բոլորը օգտագործեցին։ Մոսկվան նրան մեղադրում է նրանում, որ Պրահայում նա ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Եվրամիությունը կարծես թե այս հարցում ընդհանրապես ձեռքերը լվացել է եւ մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Ես միանգամայն համաձայն եմ, ավելացնել։ Այդպես էլ եղել է։ Այո, ցավոք սրտի, որովհետեւ փորձել եմ մանևրել, ինչքանով մեր քաղաքական միտքն է հասում եղել։ Ուրիշ բան, որ դրանից ոչ թե ինքն է կարողացել օգտվել Հայաստանի համար, այլ ուրիշներն են կարողացել օգտվել։ Դա իմ մեր դառը ճակատագիրն էր, այդպես ստացվեց։ Ափսոս, որ ինքն էր մեր վարչապետը եւ չկարողացավ վարպետորեն խաղալ, նավարկել այդ ալիքների մեջ, ցավոք սրտի։ Բայց որ իրոք փորձել է, այդտեղ կասկածել պետք չէ։ Էլ ինչ անի այդ մարդը։ Կարծում եք իր համար հաճելի է Էրդողանի գրկած նկարվել այդ գրքի վրայի նկարը։ Կարծում եք իր համար հաճելի է ամառվա շոքին գլխարկը դրած էսու այնտեղ գնալ։ Իսկ գլխարկի միտքը չհասկացա կդերեք։ Երևանցիները կջոկեն ինչ եմ ասում, ժամանակին տարածված մի անեկդոտ կար, երբ որ ուզում են պատժեն անտառում մեկին եւ ինչ ասել են արել է, բայց պետք է պատժվի, ասում են, բա գլխարկն ինչի չես դրել, սկսում են ծեծելը։ Հիմա գլխարկն էլ է դրել մարդը, էլ ինչ անի։ Մի հատ ուրիշ բան կա, այդ պիտի հեռանա, բայց չի կարող հեռանալ, որովհետեւ շատ է քար կապված իր անձնական անվտանգությունը երկրի վարած քաղաքականության հետ, իր իշխանության հետ սերտաճած է ուղղակի եւ սա եւ իր անձնական ողբերգությունն է եւ դժբախտաբար մեր պետության ողբերգությունն է, բայց կշեղքի նժարներին է պետք դնել էլի երկիրը ողբերգական վիճակում հայտնվի թե անհատը, չէ որ ինքն էր մինչև վարչապետ դառնալն ասում ես իմ կյանքը դնում եմ հայրենիքի զոհասեղանին, իսկ հայրենիքի համար այսօր վերագործարկում ռեստարտ է անհրաժեշտ, բայց այսօր ասելով չկարծեք հենց այս պահին, ուղիղ հակառակը այս պահը շատ ճակատագրական պահ է մեր կողքին համաշխարհային պատերազմ է սկսված, մենք դրա իրավունքը չունենք, դրա համար էլ ես որպես սովորական քաղաքացի մեղադրում եմ պարոն Փաշինյանին կտրուկ գործողություններ անելու համար, չեմ ասում թե վատ է անում, ասում եմ, լրիվ ճիշտ էլ անում է, բայց ոչ հիմա անելը կարող է շատ ահավոր, սարսափելի հետևանքներ ունենալ եւ կաթողիկոսի դեմ, այդ եկեղեցական վերնախավի դեմ պայքարը եւ տեսանք 3 կամ առաջին օրը այդ ռուսաստանցի մեծահարուստի կալանավորումը, չեմ կարծում թե խորքում ինքը ճիշտ չէ։ Խորքում ճիշտ լինել դեռևս չի նշանակում արդյունքում ճշմարտության կամ հաջողության հասնել։ Ինքը պահի ընտրության մեջ է, որ վնաս կարող է բերել։ Ինչպես դուք շատ երևի սիրում եք, ինչպես բոլոր հայերը, սա խորոված ուտել բան, հələ պատկերացնում եք 40-ի միջի երեխային խորովածով կերակրեք, կմեռնի ուղղակի երեխան, կա խորովածն ուտելու եւ կա թիկն ուտելու ժամանակը։ Հիմա մենք ամենևին մեզ այդպիսի շռայլություն իրավունք չունենք թույլ տալու, երբ որ Ռուսաստանից հրահրվող մասնատումները ատոմիզացիան հանրության եւ մեր ուժերի մասնատումը, փոքրիկ ուժի մեր սարքելը մեզ համար ձեռնտու է, ուղիղ հակառակը, այսօր եթե վարչապետը եւ կառավարությունը գերագույն մի առաքելություն ունեն, ապա դա այն է, որ մերանի դեր տանեն
որ կաթից մածունը ստանանք, այլապես մենք լրիվ դատարկ պարապ ենք կանգնած լինելու վաղվա սարդարապատների առջև։ Իհարկե տա Աստված, որ հաջողվի շրջանցել դա, որը շատ քիչ, բայց հավանական է։ Պարոն Հայրապետյան, Սամվել Կարապետյանի հետ այդ իրավիճակում ինձ հուզում է, մեծ հաշվով հուզում է մեկ բան։ Ինձ համար խնդիրը շատ հստակ է։ Արդյոք փորձեմ ձևակերպել հարցի տեսքով։ Դուք էլ նշեցիք, ռուսաստանցի գործարարը կարող է Հայաստանի Հանրապետության շահերի ջատագով լինել։ Արդյոք նա եկել է այստեղ, որ պաշտպանի Հայաստանը, Հայաստանի շահերը, Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Ինձ համար այս հարցի պատասխանն է կարևոր։ Եթե ես այս հարցի պատասխանը ունեմ, մնացած ինձ հետաքրքիր չի։ Չեմ կարծում, թե այդ մարդը եկեք իրեն չմեղադրենք, հա, թե եկել է Հայաստանի կամ սխալ թեզ առաջադրենք, հետո սկսենք այդ թեզի դեմ պայքարել։ Այս հարցի պատասխանն է։ Բայց այդ մարդը չասաց եկել եմ Հայաստան, ասաց հայ ժողովրդի կողքին եմ, իսկ հայ ժողովուրդը մենակ Հայաստանում չէ, եւ ասաց հայ եկեղեցու կողքին եմ։ Չասաց եկել եմ Հայաստանի պետականության համար։ Գիտեք, ես հենց հիմա նայում եմ մամուլում ինչ է, կայքերում ինչ է դրում, այնքան վատ եմ զգում։ Եվ հիմա հասկանում եմ, թե ինչու Հայաստանը ավելի շատ զոհեր տվեց 1937 թվականին, քան Վրաստանը, Ադրբեջանը, եւ որտեվ կլիաուզնիկ մենթեր են, գրպանը պլան գցող զրպարտիչներ, ստուկաչներ։ Մարդը այդպեսի բան չի ասել, ինչպես կարելի է բարձրացնել եզը եւ տակը հորտման։ Ինչ է չի ասել, կներեք։ Որ Հայաստանի պետականությունն է եկել փրկելու։ Կամ այնտեղ Չէ, այդ հարցը ես եմ բարձրացնում։ Չէ, հարցը ես եմ բարձրացնում։ Դուք չեք բարձրացնում, դա բարձրացված է եւ այդ մարդը պետականության անուն տվել է։ Ասել է եկեղեցին փրկում, իսկ մեր եկեղեցին։ Պարոն Հայրապետյան, եկեք իրար հասկանանք։ Ես եմ տալիս այդ հարցը։ Ինձ համար նրա հետ։ Ինձ որովհետև դուրս եկե պայքարի իշխանության հետ։ Ես ասում հասկանամ ինչի համար է մարդը պայքարում։ Այդ մարդը չի ասում ես եկել եմ, ասում է եկեղեցու համար եմ պայքարում եւ հայ ժողովրդի համար։ Գուցե հայ ժողովուրդը Ռուսաստանի հայությունն է, որը չգիտեմ 1 թե 2 միլիոն է թե 3 միլիոն է, բայց 0 հայկական դպրոց ունեն։ Գուցե դրա համար է որոշել պայքարել։ Եկել եմ այդ կաճարի դիմացից ասելու։ Ինչի ես իրավունք ունեմ, անմեղության կանխավարկածը պետք է հարգել։ Ինչու ես իրավունք ունեմ այն մարդու գրպանը պլան գցեմ։ Դա եկել է Նիկոլ Փաշինյանին փոխելու։ Խմբակի մասին ասում եմ, խմբակի մասին բոլորս էլ ասում ենք, շատ վատ խմբակ է, այո, մեր կրթական համակարգը տապալել է, մեր բանակը տապալել է, արցախյան մեր նվաճումները չի կարողացել կապիտալիզացնել կամ գոնե կորուստները մինիմալի հասցնել։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք ասել եւ ասում ենք։ Այստեղ խնդիրը լրիվ ուրիշ է։ Մարդը ասում է ուրիշ ձևերով բան կանեմ, մենք կարող է ջութակ նվագելով պիտի իշխանություն փոխի, ինչ է պատկերացնում, որ անպայման Նայիրի հունանյանականություն եւ Նայիրի հունանյանի հոդվածով էլ դատենք, հասկանում եք, մենք ներսից ենք փտած, մենք 37 թվի Նայիրի Զարյաններ ու, չգիտեմ, Երևան ֆունոյի ներողություն, Հրաչյա Քոչարները, չի կարելի այդպես։ Դրա համար խնդրում եմ վարչապետին, շատ եմ խնդրում, թող մեր ժողովրդի գիտակցությունը չմանիպուլացնի եւ կաթողիկոսին եւ մնացյալին, որոնք ըստ իսել արժանի են փոխարինման, թեկուզ ոչ այս պահին, բայց ոչ թե այն պատճառով, որ զավակածնություն ունեն, հետ եկել են իր բացը լրացնելու են, որ 4-5 հոգի տարավ եռաբլրում լցվեց։ Այլ նրա համար, որ KGB արխիվները երբ որ բացվեն, մենք կտեսնենք ինչ է։ Իր ձեռքին է KGB-ն, թող բացի KGB արխիվները։ Մեր ժողովրդի գիտակցության մեջ առաջին անգամ հեղափոխություն կանի։ Եթե պարոն Փաշինյանը հեղափոխական է եւ նրա խումբը, ապա հեղափոխական է միայն 1-2 բանով։ Գիտեք որն է, ամեն ինչ կանդել 0-ից սկսել, սա մեկ։ Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, մենք տեսանք թե ովքեր էին ում դուրս շփվեցին։ Կարծում եք, որ նա ամեն ինչ կանդել է եւ 0-ից է սկսել, ես համավիճ չեմ։ Այդ ինքն է ասել։ Այնքան բան ասել, բայց ինքը դա չի արել, ինքը ամեն ինչը չի կանդել։ Համակարգը պահպանվել է, պարոն Հայրապետյան։ Որ համակարգը։ Պետական ապարատը, օլիգոպոլիաները, չգիտեմ, ԿԳՄՍ առաջ տենց չէր, չէ։ Կարևոր ինչպես է կոչվում։ Ոնց, այսինքն սա հակակառավարման մեթոդ էր, որ ընտրվեց։ Սկզբում ես չեզոք էի ասում, գուցե մարդը մի բան մտածել, որ ես չեմ հասկացել, բայց հիմա տեսնում ենք 6-7 տարի անցավ եւ տեսնում ենք, որ հետևանքն աղետալի է։ Մտեք մեր դպրոցները, մտեք մեր բուհերը, մտեք մեր մշակութային օջախները եւ դուք կտեսնեք։ Թող գնան եւ կարդան պարոն վարչապետին, եմ խնդրում, թող կարդան մի հատ հոգեվոր Հայաստանը, հա, Վահան Տերյանի, որտեղ ասում է դպրոցը այդ շենքը չէ, այլ նրա պարունակությունը։ Ճանապարհը ասֆալտ փռելը չէ։ Ճանապարհը այն ուղիների վերահսկումն է, որը
քեզ դարձնում է գործոն, մենք ամեն ինչ փչացնում ենք, բարի լրիվ ուրիշ բովանդակություն ենք բերում, մենք ասելով մեր իշխանությունների նկատի ունեմ, բայց հանկարծ այս ասացիցը չեզրակացնեք, խնդրում եմ, թե մեր իշխանություններից գոնե 1 միլիգրամ ավելի լավն է մեր ընդդիմությունը, ուղիղ հակառակը, եթե հանկարծ այսօրվա հրապարակային ընդդիմությունը պիտի գա վաղը իշխանության, թող Նիկոլես Քայքայիչ իշխանությունը 400 տարի էլ մնա։ Եվ սա ողբերգություն է։ Երկու դեպքում էլ ողբերգություն է։ Դա եմ ասում, ողբերգություն։ Իդեպ դրանից հետո, երբ որ պարոն Սամվել Կարապետյանը կալանավորվեց, 2 ամսով 3 կալանավորվել է, նրա դատապաշտպաններից մեկը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը եւ եկեղեցուն հաշտեցնելն էր։ Դե չգիտեմ, ես այդ տոնային, ճիշտ ասած, ինձ դուրս չեկավ Սամվել Կարապետյանի այդ խոսքը։ Պարզապես դա մարսվեց հակախոսքով իշխանության, պարոն Փաշինյանի կողմից հակախոսքով եւ հակագործողությամբ։ Դրա համար թե չէ այդ խոսքը իհարկե։ Չէ, հետո նա նաեւ եւս մեկ հայտարարություն է արել, ասել է թքած ունեմ բոլորի վրա էլ եւ հեծի վրա էլ հետը, ձեր հեծի վրա էլ հետը այն դեպքում, երբ որ հեծը համակարգի համակարգաստեղծող ձեռնարկություններից մեկն է ռազմավարական։ Աստված չանի, որ դուք կամ դա քննադատող որևէ մեկը հայտնվի հոգեբանական այդ վիճակում, կարծում եմ շատ ավելի վատ բաներ կասի։ Մենք երբևէ ապրումակցել կարող ենք մարդկանց, չէ՞ որ այսօր մեր խնդիրը հենց դա է, չունենք թշնամի հայեր, մենք բոլորս մեկ նավի վրա ենք եւ այդ նավի անունը Հայաստանի Հանրապետություն է, հայրենիք է։ Պարոն Հարապետյան, մենք մի քիչ շեղվեցինք թեմայից, իմ մեղավորությունն է, ես ընդունում եմ։ Գլխավոր հարցը Սամվել Կարապետյանի իրավիճակի եւ ընդհանրապես եկեղեցու այս իրավիճակի հետ կապված, ինչու հենց հիմա։ Ինչ տեղի ունեցավ, որ եկեղեցին այսպես ակտիվացավ, հետո Սամվել Կարապետյանը եկավ եկեղեցու կողքին կանգնեց, չէ՞ որ սա մոտ 1 ամսվա զրույց է, մոտ 1 ամիս տևում է, չէ՞, մոտավորապես, ես չեմ հաշվել։ Չէ, եպիսկոպոսը որ դուրս է եկել, 2 տարի է դուրս է եկել։ Չէ, ես Փաշինյանի գարարումների մասին եմ ասում։ Չէ, նույն գծում մեջ է եկել։ Համաձայն եմ ձեզ հետ, հա, Բագրատը դրա համար մեկ լուծում եմ ես։ Եվ հիմա այսօր Սամվել Կարապետյանը հայտնվում է եւ կանգնում է եկեղեցուն պաշտպան, ինչից հետո գալիս է Գարեգինի եղբայր Եզրասը, չգիտեմ ինչ որ մնացածներ են գալիս, դուրս են գալիս, ինչ որ մարդկանց են հավաքում։ Ինչա տեղի ունենում, որ հիմա կա այսպիսի ակտիվացում։ Ինչ որ բան է տեղի ունենում։ Նախ հիմա չէ։ Այո, հասկանում եմ ուր եք ուզում տանել, դա ճիշտ է։ Չէ, գլխավորը դա է, չէ։ 20 ամսի 20-ին գնալու է Թուրքիա։ Ես հասկանում եմ։ Ռուսաստանը պիտի վիժեցնի դա ցանկացած գնով։ Կամ էլ եթե իհարկե իր բանագնացը չէ, ինչպես որ պարոն Փաշինյանի իշխանության անցնելուց հետո ուղարկվեց Չինաստան, նրանց նախագահի հետ հանդիպման։ Մենք ամնեզիայով ենք տառապում դժբախտաբար։ Այստեղ եկեղեցին նոր չի դուրս եկել եւ այդ հարցը այնքան հանգիստ կարող էր լուծել պարոն Փաշինյանը, հանդարտեցնելով նաեւ մյուս ողմակին, որ նոր իշխանապողություններ եղել Հայաստանում 18 թվական փողոցներն ընկած գոռում էին նոր Հայաստան, նոր կաթողիկոս թե ինչ վեհապարտնես բաներ էին գոռում։ Եղել է այդպեսի բան։ Դրա համար ուղղակի կրկնեմ, ես մեկ լուծում եմ տեսնում, գուցե դուք ձեր հեռուստադիտողները շատ ավելի ընդունակ եք, խելացի եք, կարող եք այլ լուծումներ տեսնել։ Ես տեսնում եմ միայն մի բան, հանդարտ KGB-ի արխիվները բացվում են։ Եվ այդտեղ բոլորը սսկվում են, շատերը սսկվում են, հակապետական գործունեությամբ այլևս չեն կարող զբաղվել։ Իսկ ըստ ձեզ ինչի Փաշինյան այդ ճանապարհով չի գնում։ Որովհետև այդ դեպքում երևի շատ բաներ պիտի լուծարի, այդ թվում նաև իր կուսակցությունը, չգիտեմ։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հայրապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը, քիչ անց մենք կշարունակենք մեր եթերը։